Ես երկու հարց ունեմ, ինչու եմ էլի այս հարցերը դա, որովհետև ինձ հետևողները չեն հասկանա, որ այս հարցերը չտա, պարոն Նախագահ։ Ուրեմն Հանրապետական կուսակցությունը եւ երրորդ նախագահ գլխավորապես 2021-ից առաջ էլ հայտարարում են, որ իրենք սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցելուն, հա, եւ հիմա էլ են նման հայտարարություններ անում։ Վերջերս Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենք ընտրություններին մասնակցել են, քանի որ դուք եք խնդրել Սերժ Սարգսյանն այդ մասին։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, որ եթե մարդիկ դեմ են, սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցել, ուրեմն ստիպված են գնացել 2021-ին այդ ընտրությունները։ Հարցը հետևյալն է. ինչպես եւ ինչու եք ստիպել երրորդ նախագահին մասնակցել 2021-ի ընտրություններին։ Հիմա այս խնդրել եմ, թե ստիպել են, բայց լավ չէ։ Եթե իրենք սկզբունքային դեմ ասել, ես մասը չեմ Հայկ Մամեջանյանը, պատգամավոր։ Տենց էլ ասել է, որ ես խնդրել եմ։ Դուք խնդրել եք, որ Սերժ Սարգսյանը մասնակցի։ Լավ։ Մեղմ ասած շատ հեռու է իրականությունից։ Իսկ ո՞րն է։ Եթե գործընկեր ֆրակցիայի պատգամավոր չլիներ, մի քիչ ուրիշ բառ կօգտագործեի։ Տվյալ դեպքում ցենց ավելի մեղմ եմ ասում։ Չի եղել էսը։ Խիպտ ես խնդրեի, ասած։ Բառացի ասել որ դուք եք խնդրել մասնակցել ընտրություններին։ Լավ, որ դուք որ իրենց մասնակցությունը ձեզ կօգնի, այս տրամաբանության մեջ։ Ինձ կօգնի։ Այո։ Հակառակ ինձ պիտի խանգարի։ Որովհետև պատկերը այնպեսին է դարել, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Առաջին նախագահը ցուցակում չկա, բայց ամբողջ քարոզարշավը Վանեցյան երկինքն էր տանում եւ առաջի ջութակն էր քարոզարշավի ու ես։ Իհարկե այն ժամանակ այդ ընկալումը հին ու նորի ավելի սուր էր եւ այդ պատկերը ամբողջական արտահայտվեց։ Ես պիտի խնդրեի այդ պատկերը ստանանք։ Ես կարող եմ ասել ուղղակի ինչ է կատարվել, ինչ է եղել։ Հայրենիքի բրկության շարժման այս վերջի հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի եւ մենք մի 5 հոգով, 5-6 հոգով քննարկում ենք Մամեջանյան հաստատ չի եղել այդ շրջանում, էլի քննարկում ենք ընտրությունների հարց։ Այո, երրորդ նախագահան կտրուկ դեմ էր ընտրությունների։ Ես կողմ էի, ես ասում էի, չի կարող ընդդիմությունը ասել ընտրություն չեմ ուզում։ Հակառակ դեպքում հասկանալի չի, ես այդ ամբողջ քաղաքական պայքարի այսպես տրամաբանությունն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալն էր. լեգիտիմացնում ենք Նիկոլ Փաշինյանը կտանի, լեգիտիմացնելու ենք ընտրությունները։ Իմ մոտեցումը հետևյալն է, որ իմ մասնակցելով կամ իրենց մասնակցելով չի որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենա։ Մեզ թվա թե եթե մենք չենք մասնակցում, ուրեմն լեգիտիմ չեն ընտրությունները։ Սա է ստաց բանալն է, բացատրությունը սա է։ Ես միջև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։ Եվ այն ժամանակ ինքը ասաց, որ ինքը իրենք չեն մասնակցելու հանրապետական կուսակցությունը, բոլոր մյուս մասնակիցները ասել են մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում եղել է եւ չեմ ուզում մասնակիցների անունները տամ, բայց կարծում եմ կռահում եք բոլորը թե ովքեր են եղել։ Բայց ինչ որ կոորդինացիոն, ինչ որ մի բան կար հայրենիքի բրկության շարժման ժամանակ։ Մինչ այդ քննարկումներ ա եղել ավելի շատ գիտեք ինչ բանը ուզում էր հրաժարական տար եւ հիմա նաեւ գիտեմ բանը շրջանառվում, որ եթե երկու ֆրակցիան ընդդիմադիր այն ժամանակվա չհամաձայնվեին, կարող ընտրություն չլիներ։ Մեկը կլիներ ընտրությունները անխուսափելի են եղել, որտեղ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ուներ իր դեմ կքվեարկեն թե չէ նոր վարչապետի համար։ Եվ ինքը երաշխիքներ էր ուզում։ Իսկ սա եղել է, որովհետև այն ժամանակ ցուցակ էր շրջանառվում, թե իբրև կան մոտարապես 15-20 պատգամավոր, որոնք պատրաստ են այլ տեխնացուի համար քվեարկել։ Փուչի գա դուրս եկել ամբողջ։ Հիմա դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահը ասաց. չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասացին մասնակցելու ենք։ Մոտ 1 շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ
երրորդ նախագահի, ասել եմ, ասիր, ոնց որ դու ասել ես չեք մասնակցել, հիմա որոշել եք մասնակցել, ինքը ասաց, թե գիտեք, մեր երիտասարդները, գիտես, բանա, հավաքվել են ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, հիմա որ սենց է, որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցել։ Վերջ։ Եթե դա խնդրանք է, հակառակ ես զանգեցի, ասի ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան դառնա։ Իր բացատրությունը սա է, որը ինձ համար կրկնեմ հասկանալի է։ Իմ համար զարմանալի կլներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը հետևյալն է. այո, ոչ մեկը մենակով չի կարող հաղթի, այո, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործի մեջ, հնարավոր է, որ 3 միավորով, 4 միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարայի։ Այդ խոսակցությունը եղել է։ Բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, ցարձակ չի։